Ուրեմն բանակում հարգելի բարեկամներ ծառայած մայիս ամսին ապրիլյանին մասնակցած գունդը վաշտի չտարբերող հազարավոր տղաներին օկուպանտ խուժան ճանաչած Սամոդուր Պադոնկը այսօր չեպազրույց էր տալիս իր հիմնարկում եւ բանակի վերաբերյալ ինչ-որ հարց է տալիս լրագրողներից մեկը ասում է երկու հարց ավելի ճիշտ մեկը վերաբերում է նրան որ ինքը ժամանակին բանակում մահերի դեպքում գրել է որ բանակը հերթական նվերը արեց զինվորների մայրերին ասում է կարող են հիմա էլ բանակում զոհեր կա մայր կա կարող են հիմա էլ մարդիկ այդպիսի բան գրել եւ այս անամոթը ասում է այո կարող են ինքը չի ասում որ ես ժամանակին սխալ եմ արել որ նման բան եմ գրել ես ներողություն եմ խնդրում որ նման բան եմ գրել ինքը ասում է այո հիմա էլ կարող են ավարտված ու սա ասում է երկրի վարչապետը սա ասում է մեկը ով զորակոչ եւ զորահավաք է իրականացնում ասում է այո հիմա էլ մայր կան եւ հիմա էլ կարող են նման բաներ գրել եւ սա տեղի է ունենում դատախազության ազգային անվտանգության ծառայության բանակի գեներալների աչքի առաջ եւ ձեն չեն անում գիտեք ինչի համար որովհետեւ փող կա մեջը ժամանակակից հայերենով ասած մեջը փող կա դրա համար ձեն չեն անում ազգային անվտանգության ծառայության պատիվ չունեցող սպաները զինված ուժերի պատիվ չունեցող գեներալները 2018 թվականին բանակում չծառայած մի ստահակ փող վարչապետ գնում էր զինված ուժերում դասախոսություն կարդալու եւ գնդապետները փող գնդապետները լուր լսում էին սրա բարբաջանքը եւ չկար մեկը որ ինչ որ մի բան շպրտեր դրա վրա ինչու չկար որովհետեւ կան տուն պահող գնդապետներ ու գեներալներ Հայաստանի Հանրապետությունում ինչ տեղի ունենում է հարգելի բարեկամներ որ զարմանալի բաներ են տեղի ունենում պատճառը երկուսն է փող գլխավորապես փող կամ փող ասելով նկատի ունեն նյութական բարիկներ, պաշտոն, տներ, այսպես շարունակ եւ սեքս բոլոր զարմանալի դեպքերի ժամանակ ընտրեք այս երկու պատճառը հիմա փողի պատճառով հանդուրժում են այս ստահակի բարբաջանքներով կանգնում ասում է այո հիմա էլ կարող են նման բաներ գրել ցավոք սրտի բայց կարող են նման բաներ գրել ուրեմն բանակի երբ զոհերի բանակում տեղի ունեցող մայրերի զոհերի երբ մասին խոսում են սպանությունների մասին է խոսում այս անձնավորությունը ով բանակի հետ ընդհանրապես կապ չի ունեցել չի առնչություն չի ունեցել ոչ միայն ինքը այլ նաև իր շրջապատը նախարարների ճնշող մեծամասնությունը բանակից ազատված են կուսակցությունում ունի երկու տեղակալ Պապոյան Ալեքսանյան եւ կառավարությունում ունի երկու տեղակալ Մայր Գրիգորյան Տիգրան Խաչատրյան այդ 4 տեղակալներից երկուս գումարած երկուս միայն մեկն է բանակում ծառայել են երեքը բանակից ազատված են իր գլխավորությամբ խոսում է բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերի մասին որի վերաբերյալ ինքը էլի պիտի ասում է կարելի է շնորհավորել այո կարելի է շնորհավորել ցավոք սրտի եւ առաջ է բերում 3 պատճառ ասում է պատճառ առաջին խաղադրույքներն են պատճառ երկրորդ զինվորները կապը չեն կտրում քաղաքացիական կյանքից եւ տնից ինչ որ ինֆորմացիաներ են իմանում որը հանդիսանում է պատճառ այսինքն զինվորը ծառայում է X զորամասում մեկ էլ հանկարծ իմանում է որ պապը մահացել է կամ սիրած աղջիկը ամուսնացել է եւ որոշում է ինքնասպանություն գործել սա է ուզում ասել եւ երրորդ պատճառ ամենահետաքրքիր պատճառը ասում է դա գիտեք ինչ կա պոստերում քնում են եւ այս հանգամանքի վերաբերյալ երբ խոսում է նա մեղքը բարդում է ամբողջությամբ պոստերում քնողների վրա ասում է դե իր հույսով տղաները այնտեղ քնել են ինքն էլ
պոստում կանգնած քնել է եւ դա առաջացնում է որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ առաջացնում, որը հանդիսանում է պատճառ ինքնասպանությունների կամ սպանությունների։ Ուրեմն Փաշինյան Նիկոլ, վայ այն ազգը, որը պիտի քեզպես է կառավարի, վայ այն ազգը, որը պիտի քեզպեսը ոչ միայն կառավարի մեկ օր, ոչ միայն կառավարի մեկ տարի, այլ տարիներ շարունակ այդ ազգը, այդ պետությունը դատապարտված է, համարյա դատապարտված է ոչնչացման։ Համարյա դատապարտված է ոչնչացման։ Ուրեմն բանակում բոլոր եւ այս 3 հանգամանքները երբ ասում է քաղաքացիական կյանքից ինֆորմացիա է գալիս, խաղադրույքներ եւ պոստում զինվորը քնում է, եթե ուշադրություն դարձնեք, ոչ մի տեղ ըստ էության բանակի մեղավորությունը չկա։ Բանակի ղեկավարության մեղավորությունը այս 3 հանգամանքներում էլ չկա։ Ուրեմն բանակում տեղի ունեցող բոլոր հարգելի բարեկամներ ողբերգական իրադարձությունների ճնշող մեծամասնության մեջ 99%, եթե ոչ 100%, ոչ կանոնադրային հարաբերություններ են։ Ոչ կանոնադրային հարաբերություններ են։ Պոստում կանգնելու վերաբերյալ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության բանակում կա պոստ նայող հասկացողություն, Փաշինյան Նիկոլ, տեղյակ ես։ Եվ այս ոչ կանոնադրային հարաբերությունների համար պատասխանատուն երկրի վարչապետն է, երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարով եւս բանակում չի ծառայել, անողնաշար այդ Ղարաբաղցի Էդուարդ Ասրյանն է, ինչու եմ շեշտում, որովհետեւ տարիներ շարունակ ձևավորվում է մի կարծիք, որ Ղարաբաղցիները, Ղարաբաղցի էլիտան մի ինչ-որ հրաշք անձնավորություններ են եղել ու նկատմամբ դավադրություն եղել, հայաստանցիները վատն են եղել։ Էդուարդ Ասրյանը Ղարաբաղցի էլիտայի վառ ներկայացուցիչ է, զինված ուժերի գենշտաբի պետն է։ Այդ ոչ կանոնադրային հարաբերություններում թիվ 1 պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարն է, ով էլի պիտի ասեն բանակում չի ծառայել, այդ Պապիկյան Սուրիկը, ով խուլիգանության համար դատվել է, շպրտված էր ժամանակին հանրապետական կուսակցության հետ աֆիլիացված օլիգարխների դռները, ով դարձել է Բիրդան աղա։ Դա է պատասխանատու, այդ Ղարաբաղցի Էդուարդ Ասրյանն է պատասխանատու ոչ կանոնադրային հարաբերությունների համար եւ հետագայում կորպուսի հրամանատար գնդի հրամանատար շտաբի պետ եւ այսպես շարունակ։ Բայց գլխավոր պատասխանատուները այս անձինք են, այս 3 հոգին։ Ոչ կանոնադրային հարաբերությունների համար։ Եվ պոստերում կան հարգելի բարեկամներ, պոստնայով հասկացողություն կա։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում որ հայկական բանակը պիտի ենթադրենք հայկական բանակի վարչները պիտի կոմպլեկտավորվեին օրինակ 120 հոգուց, 130 հոգուց, բայց քանի որ տասնյակ հազարներով բանակից ազատվել են, վարչները կոմպլեկտավորվում են 70 հոգուց, 60 հոգուց, այսինքն մի հոգին պիտի X ժամանակը մեկ պոստ կանգնի, կանգնում է պոստ, X-ը բաժանած 2 ժամանակը մեկ։ Ավելի հաճախակի է պոստ կանգնում, որը առաջացնում է խնդիրներ։ Այդ երիտասարդի մոտ, այդ պատանու մոտ, երիտասարդը չէ, պատանու մոտ առաջացնում է խնդիրներ։ Այսինքն, առաջին խնդիրը ոչ կանոնադրային հարաբերություններ, երկրորդ խնդիրը տոտալ բանակից ազատման խնդիրը, որոնց այդ դրան դու շրջապատված ես բանակից ազատվածներով։ Եվ երրորդը այս երկու խնդրին գումարվում է դրա ածանցյալը, այդ պոստ նայողներ կան, ոչ կանոնադրային այդ հարաբերություններ կան, եւ այդ պոստի խառոշիները Փաշինյան Նիկոլ դա պիտի քեզի ասեն, իրենք եւս պոստ չեն կանգնում։ Ես հիմա ասում եմ, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, եւ ես նաեւ ծանոթ եմ որոշակի քրեական գործերի հետ, ծանոթ եմ քրեական գործեր, որտեղ զինվորին ասում են, դու 8-ից 10 պիտի պոստ կանգնեիր, դու 10-ից 12-ը ենթադրենք պիտի պոստ կանգնեիր, բան չես նաեւ 2-ից 4-ը պոստին եղել, 2-ից 6-ը պոստին եղել, դե ասում եմ, որովհետեւ այդ ժամանակ այսինչներ ժամով, այսինչի ժամներ ինքն էլ պոստ չի կանգնում, որովհետեւ պոստ նայողն է։ Այսինքն ինչ է ստացվում։ Բացի նրանից, որ
շուստրիները բանակում չեն ծառայում, այն անձինք են ովքեր գնում են բանակ, ոչ կանոնադրային հարաբերությունների բերումով դառնում են, այսպես խելոքներ կան այնտեղ եւ այսպես փոքրիկ մի մասա կա, խառոշիներն են, որոնք post չեն կանգնում եւ իրանց տեղը ընդհանրապես ոչ միայն post տարբեր ծառայություններ կա, որ իրենք չեն անում եւ իրենց տեղը անում են սովորական զինվորներ եւ բնականաբար եթե զինվորը պիտի կանգնի 1 օրվա մեջ 8 ժամ օրինակ կանգնում է 1 օրվա մեջ այս ոչ կանոնադրային հարաբերությունների բերումով կանգնում է ենթադրենք 12 ժամ 16 ժամ եւ ինչ է տեղի ունենում post-ին քնում է այս զինվորը չի կարողանում պահել Եվ տեղի են ունենում այսպիսի ողբերգական իրադարձություններ, հետո այդ զինվորի սկսում են ոսկեղենիկ հայերենով ասած, այն ստահակները, ում տեղն է կանգնել զինվորը, սկսում են զինվոր այդ քնած այն մարդունով քնել է post-ին, սկսում են ինչ որ վիրավորել եւ բանը գալիս հասնում է վիրավորել, իզգոյ սարքել, հայոյանքներ տալ եւ այսպես շարունակա Մենք քո հույսով քնել ենք, դու չես ուզում, որ մենք գնանք մեր ծնողներին հասնենք այսպեսի առնետային, գաղութի առնետին հատուկ բաներ են սկսում մարդուն ասել, ծանրաբեռնել, որը բերում հանգեցնում է ողբերգական իրադարձություններ եւ հիմա այս անասունը դուրս եկել ինչ որ բաներ է բարբաջում, post-ում քնում են, զինվորները իրենց հույսով ոչխար post-ում քնում են, տեղյակ ես ինչու են post-ում քնում Փաշինյան Նիկոլ Տեղյակ ես, իսկ կարող է պարզվի, որ post-ում քնողները քնել են, որովհետև կանգնել են նաև ուրիշի տեղը, որովհետև եթե վաշտը չկոմպլեկտավորվեր 70 հոգուց, այլ կոմպլեկտավորվեր 120 հոգուց, մեր Գրիգորյաններ չլինեին, Տիգրան Խաչատրյան չլիներ, Ավինյան Տիգրաններ չլիներ, Արայիկ Հարությունյաններ չլիներ, հա, եւ նաև այդ խառոշիները չլինեին, ովքեր պագոնի տակ կրիմինալ ինչ-որ հովերի տակ են, սուկաները, այդ ողբերգական իրադարձությունները տեղի չէին ունենա Փաշինյան Նիկոլ, ու դու հիմա կանգնում, այսպիսի բաներ ես ասում, ու դա լսում են մարդիկ, ովքեր քաջատեղյակ են բանակում տեղի ունեցողի վերաբերյալ, խորապես գիտեն, մանրամասնությունները, բայց լռում են Եվ քո դեմը զգաստ են կանգնում, որովհետև մեջը փող կա, բայց փողն էլ հարգելի բարեկամներ պիտի ասեմ, որ արժեզրկվելու հատկություն ունի, այդ փողը դառնալու է մեծ խնդիր ձեզ համար, շատ մեծ խնդիր։ Փաշինյան Նիկոլ, դու իմացի, ես չգիտեմ ինչի վրա ես դու այդքան արխային, դու իմացի, որ Սերժի սարկած սիստեմը, այս ամորալ անմարդկային սիստեմը, որի այդ երկու հիմքերը դաշնակներն են եւ մաշնակներն են։ Այս սիստեմը փլուզվելու է Փաշինյան Նիկոլ, անպայման փլուզվելու է։ Եվ դուք բոլորդ պատասխան եք տալու ձեր բերած ամեն մի ողբերգության համար ես ձեր տիրոջմերը։ Գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը մտնելու է պետական հեռուստաընկերություն ձեր արած բոլոր հանցագործությունները դոկումենտալ դնելու է մարդկանց դեմը ու դրանից հետո հաջորդելու են կոնկրետ գործողություններ ձեր շլիկներից բռնելու են անպայման ձեր տիրոջմերը